Վանաձորի ավագանին արդեն երկրորդ անգամ որոշումներ ընդունեց միայն Հանրապետական եւ Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցությունների 15 անդամների մասնակցությամբ։ Մեծամասնություն կազմող ավագանու ընդդիմադիր Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան եւ Հայկական վերածնունդ խմբակցությունները շարունակում են հոկտեմբերից սկսած բոյկոտը, երբ չնայած այս ուժերի պայմանավորվածությանը փակ գաղտնի քվեարկությամբ 4 ձայնի առավելությամբ քաղաքապետ ընտրվեց հանրապետական Մամիկոն Ասլանյանը։ Այսօրվա նիստի ընթացքում օրակարգում ընդգրկված գրեթե բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն կողմ քվեարկությամբ, առանց երկար քննարկումների։ Օրակարգի միակ հարցը, որի շուրջ բավական երկար քննարկում ծավալվեց, վերաբերում էր համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակներին, պաշտոնյաների դրույքաչափերին։ Նախքան հարցին անդրադառնալը քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ քաղաքապետարանը աշխատատեղ ստեղծող մարմին չէ, բյուջեն էլ լավություն անելու համար չէ։ Նպատակը քաղաքի բյուջեն, քաղաքի խնդիրների լուծմանը ծառայեցնելն է եւ ոչ թե նորանոր աշխատատեղեր բացելը կամ մարդկանց գներեք արտադրությանը զբաղություն անելու համար ուղղակի աշխատանքով ապահովելը։ Վանաձորը ունի մեծ խնդիրներ, խնդիրների շարք եւ ամեն տնտեսված գումար, ամեն տնտեսված միջոց պիտի ուղղվի քաղաքի զարգացմանը, քաղաքի տնտեսական կոմունալ եւ այլ խնդիրների լուծմանը։ Առաջարկվում էր կրճատումներ իրականացնել գրադարաններում եւ մարզադպրոցներում, արդյունքում խնայելով ավելի քան 50 միլիոն դրամ։ Կա հաստիքացուցակով 4 աշխատող, բայց աշխատանքային սենյակում ընդամենը 2 ատոներ են։ Հետևաբար չեմ կարծում, թե մյուս երկուսը նստելու ցանկություն չեն ունեցել, ուղղակի մեր ուսումնասիրությունները բերել են այն եզրահանգման, որ գրադարանների մեծ մասը իրենց ֆունկցիոնալ պարտականությունները, այսինքն այն է բնակչությանը գրականությամբ իրենց ծառայություններով, գրքերի մատուցման ծառայություններով ապահովելու նշանակությամբ չի գործել մեծ մասում։ Ավագանու անդամներից Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցության անդամ Արմենուհի Գյուրեղյանը, ով ի դեպ ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել, հետաքրքրվեց, թե ինչի վրա է ծախսվելու խնայված գումարը։ 57 դարձել է 21, այսինքն մեր բավականին այն ֆինանսական միջոցներ են փաստորեն։ 33 միլիոն։ Այն գումարը արդյոք լրիվ նորից է սնուցամբ է իրական։ Ոչ, բնականաբար որոշակ։ Իսկ ուր է գնացել։ Չի գնացել որոշակի։ Եկեք այս գումարից որոշակի մասերի նույն գրադարաններին տա։ Ով ասել, չէ, բայց միջոցներով է։ Տնտեսված միջոցներով օպտիմալացման մեջ նաև որակի մասին չմոռանալ։ Եթե պահում ենք որոշ գրադարաններ, բնականաբար պիտի պահենք որակով, այլապես պահում ենք մի քանիսը ավելի շատ անորակ։ Լուսավոր Հայաստանից այսօր Ազատությանը փոխանցեցին, որ առաջիկայում էլ չեն պատրաստվում մասնակցել նիստերին։ Փոխարենը աշխատում են 15 ավագանու անդամների կողմից ընդունված որոշումների օրինականությունը վիճարկելու ուղղությամբ։ Ընդդիմադիրները ապօրինի էին որակել նաև մարտի 31-ին կայացած ավագանու նիստը, որին կրկին 15 հոգի էր մասնակցել։ Վանաձորի ավագանին 33 անդամ ունի եւ ՏԻՄ օրենքի համաձայն ավագանու որոշումները իրավազոր են, եթե նիստին մասնակցել է անդամների առնվազն կեսից ավելին։